ԱՄՆ Ուկրաինա-Ռուսաստան բանակցությունների ֆոնին Փարիզում կայացավ խոշոր հանդիպում, որին մասնակցում էին ավելի քան 30 երկրների բարձրաստիճան զինվորականներ։ Համաշխարհային լրատվամիջոցների փոխանցմամբ քննարկման հիմնական թեման Ուկրաինայի համար միջազգային անվտանգության ուժերի ձևավորումն էր։ Այդ ուժերը կարող են դառնալ զսպող գործոն, կանխելով Ռուսաստանի կողմից նոր ագրեսիվ գործողությունները, եթե կողմերը համաձայնության գան առճակատման գծում հրադադարի շուրջ։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյնը Ստրասբուրգում Եվրախորհրդանի անդամներին հայտնել է, որ Եվրոպան այլևս չի կարող միայն ԱՄՆ-ի վրա հույս դնել անվտանգության ճգնաժամի պայմաններում եւ պետք է ստանձնի իր պաշտպանության պատասխանատվությունը։ Նրա կարծիքով պատրանքների ժամանակն անցել է։ Նա կրկին կոչ է արել ԵՄ երկրներին ընդունել եվրոպական վերազինման 800 միլիարդ դոլարի ծրագիրը, որը վերջերս քննարկվել է Բրյուսելում ԵՄ արտակարգ գագաթնաժողովի ընթացքում։ Գերմանական Էբերտ հիմնադրամի ռուսական ծրագրի ղեկավար Ալեքսեյ Յուսուպովի կարծիքով ԵՄ-ի նոր կողմնորոշումը պայմանավորված է աշխարհաքաղաքական փոփոխություններով, ներառյալ ռուսական սպառնալիքն ու անդրաատլանտյան համերաշխության հանդեպ աճող կասկածները։ Նրա խոսքով Եվրոպան սկսում է պատրաստվել ապագայի, որտեղ ստիպված կլինի ապավինել սեփական ուժերին։ Ավելին, այս գործընթացը սկսել են ԵՄ-ի առանձին անդամ երկրները, ոչ թե կառույցը որպես ամբողջություն։ Մենք ականատես ենք լինում Գերմանիայի ապագա կանցլեր Ֆրիդրիխ Մերցի անսպասելի կոշտ հայտարարություններին ԱՄՆ-ից Եվրոպայի անկախացման վերաբերյալ։ Նման հռետորաբանությամբ հանդես է գալիս նաև Էմանուել Մակրոնը, ընդգծելով, որ Վաշինգտոնն ու Մոսկվան արտաքին խաղացողներ են եւ չեն կարող Եվրոպայում անվտանգության երաշխավոր դառնալ, ասել է վերլուծաբանը Ամերիկայի ձայնի ռուսական ծառայությանը։ Եվրոպական երկրները լրջորեն վերանայում են իրենց անվտանգության ռազմավարությունը, հաշվի առնելով ԱՄՆ-ի հնարավոր հեռացումը տարածաշրջանից եւ ՆԱՏՕ-ի դերի հնարավոր նվազումը։ Ալեքսեյ Յուսուպովը նշել է, որ ԵՄ վերջին գագաթնաժողովը կարևոր շրջադարձային պահ էր, քանի որ այն նախանշեց Եվրոպայի անվտանգության վերակազմավորման կոնկրետ քայլերը։ Որոշ երկրներ իրենց զենքի մեծ պաշարներն ուղարկել են Ուկրաինա եւ այժմ համալրում են դրանք։ Միասնությունը կարևոր է, հակառակ դեպքում եվրոպական վերազինման համար նախատեսված 800 միլիարդ եվրոյի բյուջեն կարող է պարզապես անօգտագործ մնալ, հավելել է նա։ Քաղաքագետ Իգոր Էյդմանը կարծում է, որ Եվրոպան ներկայումս մեծ ջանքեր է գործադրում ստեղծելու անվտանգության իր սեփական համակարգը ՆԱՏՕ-ի շրջանակներից դուրս։ Նրա պնդմամբ ռազմական անդրաատլանտյան միասնությունը ճեղքվել է։ Եթե նախկինում Արևմուտքը միասնական էր եւ ՆԱՏՕ-ն ընկալվում էր որպես պաշտպանության համակարգ ընդդեմ Ռուսաստանի եւ Չինաստանի, ապա այսօր իրավիճակն այլ է։ Եվրոպացիները հասկանում են, որ Թրամփի իշխանության պայմաններում նրանք այլևս չեն կարող լիովին ապավինել ԱՄՆ-ին որպես գործընկերոջ, ասել է նա։ Վերջինիս կարծիքով Բրյուսելը գիտակցում է, որ անհրաժեշտ է ստեղծել զուտ եվրոպական անվտանգության կառույց, սակայն պետք է զգուշավորություն պահպանել ռազմական դաշինքը չխաթարելու համար։ Ոչ միայն Եվրոպան, այլև ԱՄՆ-ն պետք է շահագրգռված լինեն Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի պայմաններում ամենահզոր ու լայն միության ձևավորմամբ։ Սառը պատերազմի ողջ ընթացքում արևմտյան երկրները միասնական էին, ինչը բնական եւ ռացիոնալ քաղաքականության արդյունք էր։ Այսօր եվրոպացիները հասկանում են, որ աշխարհաքաղաքական մարտահրավերներն աճում են եւ անհրաժեշտ է ռազմաքաղաքական նոր կառույցների ձևավորում արևելքից եկող սպառնալիքներին դիմակայելու համար, եզրափակել է Իգոր Էյդմանը։ Ամերիկայի ձայն, Վաշինգտոն։